Ողջույն ձեզ, այսօրվա իմ թեման է ինչպիսի հրաման էր, ինչ հրամանագիր էր ստորագրել ռևանշիստ Ալիևը, ռևանշիստ Ադրբեջանի ղեկավարը, նախագահը 20 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այս հրամանագիրը ուղիղ կապ ունի Հայաստանի հետ։ Սա կարճ հրամանագիր է եղել, դրա համար ես այդ հրամանագիրը կաշխատեմ կարճ կարդալ, էլի, որտեղ կարճ հրամանագիր է, մի քանի տողանոց հրամանագիր է։ Ուրեմն Ալիևը ստորագրեց հրամանագիր Սևան լճի համար, Սևանի արևելյան ափերի մասին և Գեղարքունիքի սարերի մասին, բարձունքների մասին։ Հոկտեմբերի 2-ին 20 թվականին Ալիևը ոգևորված էր Ղարաբաղում պատերազմով, որնակ սենց գալիս են առաջ էին գալիս, և նա այս հրամանագիրը ստորագրեց։ Ինչ էր գրած այս հրամանագրի մեջ։ Ալիևը ասում էր, որ Սևան լիճը, նա անվանեց Գյոյչա լիճը, շատ կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ նա ոչ թե միայն Ադրբեջանի տարածք է, պատկանում է Ադրբեջանին Սևան լիճը, Գյոյչան, էլի, Ալիևը Գյոյչա անվանեց։ Եվ Սևանը կարող է, Սևանի ափերը և Սևանը կարող է պլացդարմ դառնալ հայերի համար, Ադրբեջանի արձակվելու համար, Ադրբեջանի վրա։ Դրա համար նա իր զինված ուժերին հրամայեց Ղարաբաղը ազատագրելուց հետո 7 շրջանները հայերից ազատագրելուց հետո, հայկական բանակից ազատագրելուց հետո, Հայաստանի զինված ուժերից հետո, Ադրբեջանի զինված ուժերը պետք է գրավեն Գեղարքունիքի բոլոր հնարավոր բարձունքները և այնտեղ հաստատել Սևան լճի վրա և Սևան լճի արևելյան ափերի վրա իրեն Ադրբեջանի զինված ուժերի ռազմական վերահսկողություն։ Ես այս հրամանագիրը պատահական եմ գտել Google-ում ու դա ինձ չզարմացրեց, թե ինչու պատերազմից հետո 20 թվականից հետո 21, 22, 23 թվականներին հետո ինչու Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Գեղարքունիքի բարձունքները, Վայոց ձորի բարձունքները, Սյունիքի բարձունքները, այ ինչի հիման վրա են նրանք արել, նրանք դա արեցին Ալիևի հրամանագրի հիման վրա։ Ալիևը հրամանը տվեց, Ադրբեջանի զինված ուժերը այս հրամանը կատարեցին և գրավեցին Գեղարքունիքի բարձունքները, նա դա կոչում էր ռազմավարական բարձունքներ, որի մասին 21 թվականի մայիսի 28-ին, թե 29-ին Հայաստանի իշխանը այդ պարագլուխը ասում էր, «Տո մեզ էշներին ա պետք են տարին 12 ամիս ձնի մեջ կորած այդ սարերը արա, տանք գնա մեկ անդե ոչ մարդ ապրեմ, ոչ էլ անասունն ապրեմ ձնի մեջ, տանք պրծնենք մեր ինչներին ա պետք այդ սարերը»։ Հիշում եք են Սև լճի իմաստներ էր ասում էր այդ Սև լիճը մեր ինչներին ա պետք։ Այդ թե ինչներին էր պետք Ադրբեջանին, Գեղարքունիքի բարձունքները, որոնք որ տարին 6 ամիս ձյան մեջ են լինում։ Ադրբեջանը այդ բարձունքները համարեց ռազմավարական բարձունքներ և հետո Ալիևը գնում էր այդ բարձունքները բարձրանում էր այդ Հայաստանի սարերի գլուխները, որոնք որ շատ հեշտությամբ նվիրեցին Ադրբեջանին, հայկական կողմը նվիրեց և այնտեղից հեռադիտակով դիտում էր Սևան լիճը, կարծես սենց ափի վրա։ Հետո մի քանի օր առաջ Ադրբեջանի ԶԼՄ-ները նույնպես հրապարակեցին մի լուսանկար, որտեղ որ Վարդենիսն էր սենց ափերի վրա, Վարդենիս գյուղը։ Չէ, մեր ինչներին ա պետք սարերը, չէ, այդպես էր, չէ, ասում Հայաստանի պարագլուխը 21 թվականի մայիսին։ Եվ հետաքրքիրն է, որ մայիսի 26-ին, երբ որ հանձնվում են այդ ռազմական
նշանակություն ունեցող բարձունքները մեկ ամիս հետո, չէ՞ մեկ ամիս, 20 օր հետո Հայաստանի հասարակությունը երկրորդ անգամ ընտրեց պարագլխին, ՔՊ-ին, հունիսի 20-ին, 21 թվականին, երբ ադրբեջանցիները արդեն գրավել էին Գեղարքունիքի բարձունքները, առանց կրակոցի, շնորհակալություն։